22 թվականին Պրագայի մի հանդիպումից հետո թուրքական աղբյուրներում սկսեցին գրել, որ Նիկոլ Փաշինյանը խոստացել է այլևս Ղարաբաղ փող չուղարկել։ Էդ էլ ինչից է առաջացել։ Ալիևը ասել է դու ես գրգռում, որ Ղարաբաղի ժողովուրդ չեն ուզում ենթարկվել, ինտեգրվել, փող ես ուղարկում, եթե դու անկեղծ ես մեր հետ, ոչ թե հայերի հետ, ռուսների, թուրքերի հետ, փող մի ուղարկի, թող խեղճանան, մեզ ենթարկվեն, ինտեգրվեն։ Նիկոլ Փաշինյանը խոստացել է։ Հիմա թուրքական աղբյուրներում էլ գրում են, որ Նիկոլ Փաշինյանը մեզ խոստացել է, որ էլ փող չի ուղարկելու Հայաստան, բայց ուղարկել է նորից բյուջեով հատկացել 144 միլիարդ։ Այսինքն ռուս-թուրքական պահանջներով, պայմաններով փորձում են ճնշել Արցախյան, վերացնել, ինչպես որ տարիներով արել են, վերացրել են, կորցրել են աշխարհի երեսից Բաքվի փախստականներին։ Ստիպողական նատուրալիզացիա անելով, ստիպելով արտագաղթել, վերացրել են Գանձակի, Սումգայիթի եւ այլ փախստական չկա հարց։ Հիմա որ որոշեն ամբողջ Արցախը լուծարեն,